այսօր պարզվեց, որ հակակոռուպցիոն կոմիտեն կեղծ հիմքեր է ուզում ստեղծել, որպեսզի օրենսդրական փոփոխությունների միջոցով իշխանությունը կարողանա հասնել կոնկրետ կուսակցությունների գործունեության արգելմանը։ Այսինքն Հայաստանում մոլդովական սցենար կոչվածը ամբողջ թափով գործեց, դեռ մի բան էլ ավելի։ Սա հստակ այն պատկերն է, որ ունենք, որտեղ Նիկոլ Փաշինյանը բոլորիցս լավ գիտակցում է, որ հունիսի 7-ի ընտրությունները չեն վերացրել իշխանության ճգնաժամը, դա ավելի խորացել է, իր բոլոր մեղքերին ավելացրել է նաև ոչ լեգիտիմ պիտակը, որը նույնն է, որ իշխանությանը կոչեց բանդակ կամ ավազակապետություն, եւ հասկանում է, որ ռեպրեսիաների միջոցով միայն կարող է պահել իշխանությունը։ Իմ կանխատեսմամբ ռեպրեսիվ մեքենայի ուժը կամ պոտենցիալը կարող է բավարարել մաքսիմում 1-ից 1.5 տարի, եթե ընդդիմությունը համակարգված եւ արդյունավետ գործողություններ անի, այսինքն մենք մաքսիմում 1-ից 1.5 տարում կարող ենք ունենալ այս իշխանության քաղաքական փլուզում։